Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 30։ Քանի որ լույսն ունեք, հավատացեք լույսին, որ լույսի որդիք լինեք։ Հիսուսը այս բանը խոսեց և գնաց թաքնվեցավ նրանցից։ Հովհաննես 12:36 խոսք։ Այս պատվիրանը պետք է կատարվի ամբողջ սրտով և անկեղծորեն, որովհետև սրտով է մարդ հավատում արդարության համար։ Մարդը պետք է անկեղծ լինի և առանց կեղծավորության ընդունի Քրիստոսին, համոզված լինելով, որ նա է միակ փրկիչը, միակը, ով կարող է ծածկել իր մեղքը և արդարացնել իրեն Աստծո առաջ։ Այս ճշմարտությունը չպետք է մնա միայն մտքի կամ գիտելիքի մակարդակում, այլ պետք է արմատավորվի սրտում։ Մարդը ոչ միայն պետք է համոզված լինի, որ Քրիստոսը միակ ճանապարհն է, այլև սրտով ընդունի այդ ճշմարտությունը, հաճույք և ուրախություն գտնի նրա մեջ և իր ամբողջ սիրտը նվիրի նրան։ Ինչպես Դավիթն է խոսում Աստծո ուխտի մասին, որ այն պետք է դառնա մարդու ամբողջ ցանկությունն ու հաճությունը։ Եթե մարդը որևէ բանի հանդեպ կարող է սրտանց և ջերմ սիրով կապված լինել, ապա առավել ևս այդպես պետք է լինի այստեղ, այն միակ բանի նկատմամբ, որը իսկապես անհրաժեշտ է։ Ղուկաս 10:42 խոսք։ Սա չպետք է լինի պարզապես մտքում ծնված մի գաղափար կամ երևակայություն, այն պետք է լինի սրտի գործ, հոգու գործ։ Ավելին, այն չպետք է սահմանափակվի միայն զգացմունքների արտաքին դրսևորումներով, այլ պետք է հասնի զգացմունքների ամենախորը և ամենասուրբ կենտրոնին, հոգու այն գաղտնի սրբարանը, որտեղ Քրիստոսն է կերտվում մարդու մեջ։ Միթե մարդը կարող է որևէ բանի հանդեպ ամբողջ սրտով նվիրված լինել, իսկ այս հարցում ոչ, երբ այստեղ է որոշվում նրա ամենաթանկ նպատակը և նրա հավիտենությունը։ Եթե Տիրոջ մասին ասվում է, որ նա ինչպես փեսան է ուրախանում հարսի վրա, այնպես պիտի ուրախանա քեզ վրա, և որ նա ուրախությամբ հանգչում է իր սիրո մեջ, ապա միթե մարդու սիրտը չպետք է սիրով ընդառաջ գնա նրան։ Միթե այն չպետք է ամբողջովին բացվի նրա առաջ, ով առաջինն է սիրել մեզ և իր սերն է դրսևորել մեր հանդեպ։ Ուրեմն սիրտը կամ ոչինչ, սերը կամ ոչինչ, այնպիսի սեր, ինչպիսին ամուսնական սերն է, որը սրտից դեպի սիրտ է հոսում, նշանադրության սիրո նման սեր, այլապես ոչինչ։ Ինչպես Տերն է ասում. «Սիրտդ ինձ տուր, որդյակս» Առակաց 23:26 խոսք։ Ես չեմ ասում, թե յուրաքանչյուր հավատացողի մեջ հենց հավատալու առաջին իսկ պահին պետք է լինի այնպիսին ուժգին զգացական սեր, որ մարդուն կարծես սիրո հիվանդ դարձնի, սակայն հավատքի մեջ անպայման պետք է լինի խոհեմ, ճշմարիտ և բնական սեր դեպի Քրիստոս, այնպիսի սեր, որ հաստատ հիմք ունի և այնքան խորն է կապում մարդուն նրա հետ, որ անգամ շատ ջրերը չեն կարող հանգցնել այդ սերը։ Բ Երկրոց 8:7 խոսք։